ընտրություններով Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանությունները չեն տալու որևէ մեկին։ Եթե դուք հիշում եք 96 թվականին, երբ որ Վազգեն Մանուկյանը բացարձակ մեծամասնությամբ հաղթել էր, այն ժամանակվա քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասեցին, սրանց նայեք, ուզում են թուղթ գցելով իշխանություն փոխել, 100% էլ հավաքեիք, մենք ձեզ իշխանություն չենք տա։ Նույն ձեռագիրն է այսօր։ Փոխվել է մի քիչ դեմոկրատական շղարշը շատ է, եւ իրենք, գիտեք, այսպես պիտի ձևակերպել։ Իրենք 18 թվականին իշխանազավթել են երկիրը, տարբեր տիպի մեթոդներ կիրառելով, ճնշումներ գործադրելով, ահաբեկելով եւ ընտրողին եւ քաղաքական ուժերին։ Այսօր նույն ահաբեկությունը շարունակվում է։ Նրանք պատերազմով են ահաբեկում ժողովրդին, որ իրենց քվետա, տեսեք, այս նույն որոշումը, որ իրենք այսօր ընդունել են օրենքը, այսպես ասած, դա շատ մտահոգիչ է։ Եթե նույնիսկ չընդունեն, ես այսպես եմ արդեն իրավիճակը վեր եմ լուծում այսպես։ Իրենք ասում են նույն 96-ի այսպես հղումը, ինչ էլ անեք, չենք տալու իշխանությունը։ Այս Սամվել Կարապետյանի անունը գրանցել եք կամ ուզում եք գրանցեք, եւ մենք տեսնում ենք, որ հեղինակությունը բարձր է, հետեւաբար չենք թույլ տալու։ Վաղը ենթադրենք ձևաչափը փոխեն, մեկ ուրիշ դաշինք ձևակերպեն, ուրիշ ուժ դնեն անունը առանց Սամվել Կարապետյանի, եւ եթե իշխանությունը տեսնի, որ այս ուժն էլ է հաղթում, կգնա ուղղակի կացնահարման, կբռնի, կձերբակալի կամ ընտրական գործընթացներից ինչ որ մի պահի մի այլ բլեֆ կանի եւ խաղից դուրս կթողի այդ ուժին։ Ընդհանուր ես կարծում եմ, որ եթե բոլոր խարդավանքները չանցնեն, բոլոր մանիպուլյացիաները չանցնեն եւ ժողովուրդը այդուհանդերձ ընդդիմությանը քվե տալու միտում ունենա, սրանք նույնիսկ կհրահարեն տարբեր տիպի միջադեպեր, որպեսզի ռազմական դրության պես մի բան մտցնեն, չգիտեմ, հատուկ դրություն մտցնեն, որպեսզի ընտրություններն հետաձգեն կամ դրանց արդյունքները արկախեն հետագայում իրենց տերերի հետ քննարկելուց հետո փորձեն նորից գալ լուծումների։ Այդ առումով, սիրելի Արմինե, շատ բարդ է իրավիճակը եւ ցավում եմ, անչափ ցավում եմ, որ այս իրավիճակում էլ բազմաթիվ մանր ու միջին քաղաքական ուժեր, որոնք իրենց ընդդիմություն են համարում, լցվել են դաշտ եւ փորձում են առանձին հայտ ներկայացնել, չգիտեմ, տարբեր տիպի, այսպես անձնական շահեր հետապնդելով, որը անընդունելի է ընդհանրապես։ Եվ մենք տեսնում ենք, որ կան բայց ուժեր, որոնք փոքր են, միջին են, չգիտեմ, մեծ են, իրենք ուզում են գնալ կոնսոլիդացիայի եւ նույնիսկ ասենք հանրապետական կուսակցությունը եւ մյուս կուսակցություններից ՀԺԱՄ-ը, Բագրատյանի կուսակցությունը, որոնք միավորվում են տարբեր ուժերի հետ, ու այստեղ գիտենք, որ 2-3 ուժ են հիմնականում ընդդիմության մեջ խաղացողներ, պետք է իրանց աջակցել, որպեսզի հնարավորություն լինի, թե չէ կորսված է ամեն մի հույս։ Այո, ճիշտ եք։ Իդեպ հիշեցիք 1996 թվականը, ես էլ հիշեցի, որ այնտեղ կային մարդիկ, անունները չտամ, բայց ներկայանալի անձիկ էին, հենց այդ իշխանության առաջին դեմքերից էին, ովքեր ասում էին, ինչը կարող է, պիտի սկուտերի վրա մենք իշխանությունը հանձնենք Վազգեն Մանուկյանին, եւ ամեն ինչ արեցին, ընդհուպ մինչեւ շատ լավ եմ հիշում, օպերայի հրապարակում կրակել էին հավաքվածների ոտքերին, հա, այսպես կրակել էին, հետո ասեցին օդ ենք կրակել, ինչ ամեն դեպքում ամեն ինչ արվեց, որպեսզի տեղի չունենար այդ փոփոխությունը, եւ դա շատ վատ հետևանք ունեցավ մեր երկրի հետագա քաղաքական ճակատագրի վրա,